Ֆակտորայինից հայտնում են հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցությունից։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխնախարար Ալեքսանդր Պանիկը հայտարարել էր, եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյան միևնույն ժամանակ նշել էր, որ հավանաբար ոչ մեկին չեն վտարի։ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հունիսի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ակնարկել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Վարչապետը խոսելով Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին շեշտել էր. «Մենք կորոշենք, երբ դուրս գալ այդ դաշինքից»։ 2024 թվականին համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինչպես նաև ինքնիշխանության և պետականության համար։